Արդ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 13-ն է եւ այս հաղորդման ընթացքում Հայաստանին վերաբերող հարցեր չենք քննարկելու, այդպես էլ է լինում մեկ-մեկ, քանի որ մեծ հաշվով քննարկելու բան էլ չկա։ Պաշտպանության նախարարության մամլոք-արտուղարը ուղղակի արտահայտվել է սահմանային լարվածության մասին, ասելով, որ անկանոն կրակոցներ են մեկ-մեկ լինում։ Մեծ հաշվով քննարկելու բան չունենք Հայաստանից, բայց ահա միջազգային ասպարեզում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որովհետև այս հաղորդման ընթացքում սիրելի հայրենակիցներ միասին քննարկելու ենք։ Նախքան հաղորդումը սկսելը արագ հիշեցնեմ լայքերի մասին, դա շատ է իրոք օգնում մեր հաղորդումների տարածման համար։ Ինչպես արդեն գիտեք, երեք վերջնագիր էին ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը, հատկապես Ֆրանսիան էր վերջնագիր ներկայացրել, որպեսզի հրադադար հաստատվի 30 օրով։ Այնինչ տեղի չունեցավ, հրադադար չհաստատվեց, պատերազմական գործողությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ընթանում են, եւ դա երևի տեղի է ունենում այն պատճառով, մասամբ նաեւ, որ այդ հարցի շուրջ Դոնալդ Թրամփի կարծիքը մի փոքր այլ էր, այն կրկին տարբերվեց Եվրամիության առաջնորդների դիրքորոշումից, հատկապես Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումից, եւ Դոնալդ Թրամփը փաստացի ասում է արիք սպասենք, ընդամենը 2 օր է մնացել, տեսնենք թե ինչ բանակցություններ տեղի կունենան Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև։ Բայց քանի որ վերջնագիրը ներկայացվել էր, Եվրամիության երկրները արդեն վաղը քննարկելու են նոր պատժամիջոցների հարցը ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ պատժամիջոցների երկարաձգման հարցը։ Դրանց բնականաբար դեմ է Հունգարիան, բայց փորձելու են ինչ-որ մի ձևով շրջանցել Հունգարիայի վետոն։ Դրանից բացի արդեն 3 Եվրամիության երկրները արգելեցին ռուսական 25 նավթատար նավերին մտնել Բալթյան եւ Հյուսիսային ծով։ Հենց բացի Եվրամիությունը քննարկում է նաեւ այն հարցը, որ 149 նավի նկատմամբ եւս հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն։ Այսինքն Եվրամիությունը արդեն անցնում է կոնկրետ գործուն քայլերի արգելելով ռուսական նավերի մուտքը Բալթյան ծով, հատկապես նավթատար նավերի մասին է խոսքը։ Կարևոր է այստեղ նշել, որ 3 հեռախոսազրույց է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի միջև, քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ռեգիոնալ հարցեր։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդտեղ ավելի շատ հարցեր են քննարկվել եւ հիմնական հարցերից մեկը, ամենակարևոր եւ հիմնական հարցերից մեկը վերաբերվել է Ուկրաինային եւ հնարավոր այդ բանակցություններին, որոնք որ պետք է տեղի ունենան Ստամբուլում 2 օր անց, մայիսի 15-ին։ Կայցելի այդտեղ Վլադիմիր Պուտինը թե չէ դժվար է ասել, ամենայն հավանականությամբ ինքը չի այցելի, բայց նաեւ մենք ունենք մեկ այլ հաղորդագրություն, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հական Ֆիդանի եւ Լավրովի միջև։ Եվ այս հաղորդագրություններից հստակ պարզ է դառնում, որ բավականին լուրջ պատրաստվածություն է սկսվել այդ հանդիպման համար։ Զելենսկին կրկին պնդում է եւ ասում է, որ ինքը անպայման ներկա կլինի այդ հանդիպմանը, եթե հանդիպումը ընդհանրապես տեղի ունենա, այսինքն Ստամբուլում կլինի մայիսի 15-ին եւ սպասելու է անձամբ Վլադիմիր Պուտինին եւ ոչ ոքի հետ չի հանդիպելու, կոնկրետ մեկնելու է Ստամբուլ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջ տա այդ պատերազմին։ Միչայլոց Պադալյակն է ասում, որ Վլադիմիր Զելենսկին Պուտինից բացի ոչ ոքի հետ չի հանդիպելու։ Մենք նաեւ ունենք Դոնալդ Թրամփի խոսքը, որ կարող է ինքը եւս ժամանի Ստամբուլ։ Դոնալդ Թրամփի այցելությունները Մերձավոր Արևելք արդեն իսկ մեկնարկել են եւ բավականին մոտ է Մերձավոր Արևելքը եւ դժվար չի Դոնալդ Թրամփի համար գալ եւ մասնակցել միանգամից այդ բանակցություններին։ Թրամփը իրոք շատ լուրջ է տրամադրված, որպեսզի վերջ տրվի այս պատերազմին։ Վիտկոֆը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը, որ հաճախ այցելում էր Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպում էր Վլադիմիր Պուտինի հետ, այդ նրան շատ անգամ նաեւ պրոպուտինյան քաղաքական գործիչ են համարում, հայտարարել է, որ եթե այս բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս են գալու բանակցային գործընթացից եւ դրա համար այս պահի դրությամբ բավականին լուրջ
ճնշում են գործադրում երկու կողմերի վրա։ Մենք տեսնում ենք, որ Վլադիմիր Զելենսկին ինքն է կոնկրետ հայտարարել, որ ինքը ներկա է լինելու Ստամբուլում եւ հանդիպելու է Պուտինի հետ, բայց Պուտինի կողմից նման հայտարարություն դերևս չկա։ Եվ դա բավականին բարդացնում է իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն նշեցի, Պուտինը չի այցելելու Ստամբուլ, այլ ուղարկելու է Սերգեյ Լավրովին, բայց տեսնենք, եթե հանկարծ Վլադիմիր Պուտինը այցելի Ստամբուլ, շատ հետաքրքիր է լինում, քանի որ այդ ժամանակ հավանականությունը շատ մեծ է, որ Դոնալդ Թրամփը եւս այցելի Ստամբուլ եւ իրոք լուրջ տրամադրվածություն նկատվի պատերազմին վերջ տալու համար, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այդ ժամանակ ճնշումները միանշանակ ավելի են շատանալու ոչ միայն Պուտինի վրա, այլ ավելի շատ կարծում եմ Զելենսկիի վրա։ Պուտինը կոնկրետ պահանջներ է ներկայացնելու, որ այս պահանջների իրականացման պարագայում ինքը համաձայն կլինի ավարտել այդ պատերազմը, եւ մենք հասկանում ենք, որ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի միջեւ հաճախ ավելի լավ են ստացվում բանակցությունները, երկխոսությունները, քան Զելենսկիի եւ Դոնալդ Թրամփի միջեւ, եւ հետեւաբար Զելենսկին կարող է ինչ-որ միտեղ նաեւ հայտնվել բարդ իրավիճակում, սակայն նույն ժամանակ հաշվի առնելով Պուտինի հոգեբանությունը, շատ դժվար է իրոք պատկերացնել, որ Պուտինը մեկնի Ստամբուլ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ իրենց հերթին կրկին փորձում են հետաձգել պատժամիջոցները, ասելով, որ մինչև այդ բանակցությունները տեղի չունենան, ինչպես արդեն նշեցի, իրենք պատժամիջոցներ չեն մտցնելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Այսինքն հիմա ամեն ինչ կենտրոնանում է մայիսի 15-ի վրա։ Զախարովան եւս հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ Արևմուտքին հարկավոր է այդ 30-օրյա հրադադարը, որպեսզի Կիևը հնարավորություն ստանա վերականգնվելու եւ շարունակելու կոնֆլիկտը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն Զախարովայի հայտարարությունից հստակ մենք այն կարծիքն ենք կազմում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որևիցե կերպ չի ցանկանում գնալ հրադադարի եւ հետեւաբար մենք կարող ենք պատկերացնել, որ այս կոնֆլիկտը շարունակվելու է եւ ինչպես արդեն ես երեք նշել էի, այս կոնֆլիկտը բավականին մեծ հնարավորություն ունի ավելի ընդլայնվելու, ճիշտ է Ռուսաստանի Դաշնությունը այս պահի դրությամբ նման ռեսուրսներ չունի, տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է եւ ոչ միայն տնտեսությունը, այլ նաեւ բավականին մեծ կորուստներ է ունենում Ռուսաստանի Դաշնությունը, ես անձամբ երբ որ մեկ-մեկ զրուցում եմ մեզ մոտ Ռուսաստանից այցելող հայերի հետ, նրանք էլ փաստացի ասում են, որ աշխատուժի մեծ պակաս է նկատվում Ռուսաստանի Դաշնության մեջ, գները բավականին թանկացել են, աշխատուժը բավականին թանկացել է եւ ամեն ինչ հստակվում է այն մասին, որ այս պատերազմը շատ է վերցնում, չափից շատ է վերցնում եւ Ռուսաստանը իրոք բարդությունների մեջ է, բայց մենք տեսնում ենք, որ ախորժակը նույնպես մեծ է Ռուսաստանի Դաշնության եւ իրենք իրոք ցանկություն ունեն Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինը հատկապես այս պատերազմը ավելի ընդլայնել, չգիտեմ ինչով են իրենք մտածում, բայց իրենք կարծես թե այդպես են մտածում կամ էլ մեկ-մեկ նաեւ բլեֆել են անում, ինչու՞ չէ, դրա մասին եւս մենք խոսել ենք, որպեսզի բանակցային գործընթացներում կարողանան ստանալ առավելագույնը։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել գիշերը Լիբիայում։ Լիբիան չշփոթենք Լիբանանի հետ, Լիբիան գտնվում է Աֆրիկայում, հիշում եք Կադաֆիից հետո, երբ որ քաղաքացիական պատերազմ տեղի ունեցավ եւ սպանեցին Կադաֆիին, բավականին խառն է Լիբիան, բաժանված է մի քանի մասերի, մեկ կարևոր մասը, երկրի հիմնական մասը մայրաքաղաք Տրիպոլիով վերահսկում է այն ուժը, որը որ ինչ-որ չափով պրոթուրքական է, այսինքն Թուրքիան մեծ դերակատարություն ունի այնտեղ, հաջորդ մասը Խալիֆ Խաֆտարի հիմնական տերերը, այդպես կարելի ասել, ինչու՞ չէ, գտնվում են Մոսկվայում։ Եվ Խալիֆ Խաֆտարը գտնվում էր նաև պարադի ժամանակ, շքերթի ժամանակ Մոսկվայում եւ շքերթից առաջ մայիսի 8-ին հանդիպել էր Շոյգուի հետ, շատ կարևոր բանակցություններ էր ունեցել, դրանից հետո արդեն մայիսի 10-ին հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ ամենը մեզ հուշում է, որ ինչ-որ մի բան որոշել են, ինչ-որ բան ծրագրել են, եւ ահա գիշերը Տրիպոլիում սպանվել է անվտանգության նախարարը, որից հետո արդեն ռազմական բախումներ են
տեղի ունեցել տարբեր ջոկատների եւ ռազմական խմբավորումների միջև, նույնիսկ գրում էին որոշ լրատվամիջոցներ, թե կրկին քաղաքացիական պատերազմ բռնկել Լիբիայում։ Հիմա տեղեկություններ են ստացվում, որ իրավիճակը կարծես թե կարգավորվել է, բայց շատերը ասում են, որ հստակ այդ ամենը կապ ունի Խալիֆ Հաֆտարի հետ եւ կարող է պատերազմական գործողությունները կրկին վերսկսվեն, այսինքն ավելի լայնածավալ դառնան եւ ներսից քաղաքացիական պատերազմը ավելի ահագնանա։ Ինչի այս ամենը հիմա տեղի ունենում, կարծում եմ բոլորի համար շատ պարզ է, քանի որ բավականին լուրջ ճնշումներ են հիմա գործադրվում Ռուսաստանի Դաշնության վրա, Ռուսաստանի Դաշնությունը դրանով փորձում է շեղել ուշադրությունը ռուս-ուկրաինական պատերազմից, որքանով դա ստացվել է իր մոտ, որքանով չէ, դժվար է ասել, բայց կոնկրետ այդպիսի քայլերով եւ գործողություններով Ռուսաստանի Դաշնությունը փորձում է շեղել ընդհանուր առմամբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վրայից ուշադրությունը։ Դրանից բացի Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ ծրագրեր է կազմում նաեւ Լիբիայի մասով, քանի որ երկիրը կարևոր երկիր է միջերկրական ծով դուրս գալու համար, իսկ մենք գիտենք, որ այդ երկրի նաեւ միջոցով Ռուսաստանը ունի կարևոր մուտք դեպի Աֆրիկա, միջերկրական ծովում հիմնական այդ երկրներն են Լիբիան, Սիրիայում տեսանք ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներկայության հետ, շատ թույլ է հիմա Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, այնտեղ եւս թուրքական ներկայությունը ամրապնդվեց, նույնն է նաեւ Լիբիայում եւ Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ չափով կարծես թե դիմադրում է այդ իրավիճակին, ճիշտ է, մեծ հաջողություններ Ռուսաստանի Դաշնությունը այդ առումով չունի եւ այս պահի դրությամբ գերիշխող դիրք ունի Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիան։ Այս ամենին ես անդրադառնում եմ, որպեսզի հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ իր շահերը ունի նաեւ Աֆրիկայում, միջերկրական ծովում եւ մեկ նաեւ այդ հնարավորությունները օգտագործում է, որպեսզի շեղի ուշադրությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտից։ Մնացած հարցերը, որոնք որ մասամբ կարևոր եմ համարում քննարկել, Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել Պակիստանի եւ Հնդկաստանի մասով, ասելով, որ մենք դադարեցրինք այդ մեծ պատերազմը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի։ Ու Թրամփը ասում է, որ նրանք դա արեցին շատ պատճառներով, որոնցից մեկն էլ առևտուրն է։ Մենք շատ առևտուր կանենք Պակիստանի եւ Հնդկաստանի հետ։ Հիմա Դոնալդ Թրամփը սիրում է այդ մասին շատ հաճախ խոսել, այդպիսի հայտարարություններ անել, ովքեր որ ընդառաջ են գնում Դոնալդ Թրամփին, դադարեցնում են պատերազմները, ինքը մեծ առևտուր է սկսում միանգամից այդ երկրների հետ, հələ որ հայտարարությունների մակարդակով, բայց հետո տեսնենք նաև Մերձավոր Արևելքից տեղեկություն կա, որ Համաս շարժումը տերորիստական խմբավորումը ընդառաջ է փորձում գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ազատ արձակելով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, շատ ձեզ չծանրաբեռնեմ։ Խոսելու եւ քննարկելու մեծ հաշվով շատ բան չկար, բայց որոշեցի անպայման անել այս հաղորդումը ձեզ համար, այնուամենայնիվ կարևոր հարցեր եղան քննարկելու եւ ամենակարևոր հարցը եւ սպասումը այն է, թե ինչ հիմա տեղի կունենա մայիսի 15-ին Ստամբուլում։ Ես կարծում եմ, որ շատ շուտ մենք կիմանանք այն մասին, թե արդյոք մայիսի 15-ին Ստամբուլ այցելելու է, թե չէ Վլադիմիր Պուտինը։ Տեսնենք, շատ չի մնացել եւ հետաքրքիր իրադարձություններ են մեզ սպասվում մայիսի 15-ին։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։